Ալբանական Դուրես քաղաքում հոկտեմբերի 28-ին մեկնարկեց 2025 թվականի երիտասարդական Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը մինչև 20 և մինչև 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ։ Առաջնության առաջին 4 մրցույթային օրերի ընթացքում հայ ծանրորդներին հաջողվեց նվաճել 3 մեծ ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։ Հոկտեմբերի 29-ին 58 կիլոգրամ քաշային կարգում մինչև 20 տարեկանների առաջնությունում պայքարը սկսեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Մեր մարզուհին փայլեց մրցագորգին, կատարելով բոլոր 6 մոտեցումները և դառնալով Եվրոպայի չեմպիոնուհի։ Գրիգորյանը երկամարտում գրանցեց 214 կիլոգրամ արդյունք, սահմանելով նոր երիտասարդական եվրոպական ռեկորդներ հրում վարժությունում և երկամարտում։ Նախ պոկում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահեց 91 կիլոգրամը և նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Այնուհետև հրում վարժությունում վնասվածքի գնով մեր մարզուհին գնաց դեպի ռեկորդի, գլխավերևում պահելով 123 կիլոգրամ ծանրաձողը։ Գրիգորյանն իր ետևում թողեց իսպանացի Մարիա Օլալային, որը երկամարտում գրանցեց 205 կիլոգրամ արդյունք, իսկ բրոնզե մեդալ նվաճեց Ռումինիայի ներկայացուցիչ Դանա Բերչին 204 կիլոգրամով։ Ի դեպ, Ալեքսանդրա Գրիգորյանը նաև 2024 թվականի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է 55 կիլոգրամ քաշային կարգում։ Նույն օրը մրցապայքարի դուրս եկան նաև մինչև 23 տարեկանների պայքարում 60 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը։ Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ապահովելով 3 ոսկե մեդալ՝ պոկումում, հրումում և երկամարտում 267 կիլոգրամ արդյունքով։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ պոկումում նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Հոկտեմբերի 30-ին Դուրեսում կրկին հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգն, այս անգամ պատվոհարթակին մինչև 20 տարեկանների պայքարում հանդես եկող Տիգրան Կարապետյանն էր։ 71 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող մեր ծանրորդը ոչ միայն նվաճեց 3 ոսկե մեդալ, այլև սահմանեց նաև 3 նոր ռեկորդ։ Նա պոկումում բարձրացրեց 145 կիլոգրամը, հրումում 176 կիլոգրամը և երկամարտում 321 կիլոգրամանոց ծանրաձողը։ Նույն քաշային կարգում հանդես եկող մեր մյուս հայրենակից Նարեկ Գրիգորյանը նվաճեց 3 արծաթե մեդալ, երկամարտի 318 կիլոգրամ արդյունքով, իսկ բրոնզը բաժին հասավ Թուրքիայի ներկայացուցիչ Էնգին Կարային, որը երկամարտում ուներ 300 կիլոգրամանոց արդյունք։ Նույն օրը մինչև 23 տարեկանների պայքարում Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր, գրանցելով երկամարտի 327 կիլոգրամ արդյունք։ Նա նաև 2 փոքր բրոնզ նվաճեց առանձին վարժություններում, իսկ հոկտեմբերի 31-ին մինչև 20 տարեկանների առաջնությունում հանդես եկող Նարեկ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ, գրանցելով երկամարտի 338 կիլոգրամ արդյունք։ Նա սահմանեց երիտասարդականների Եվրոպայի նոր ռեկորդ հրումում և երկամարտում, սակայն դրանք անմիջապես բարելավվեցին ադրբեջանցի Ռավին Ալմամադովի կողմից, որը հաղթեց ընդամենը 2 կիլոգրամ առավելությամբ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը հրումում նվաճեց փոքր բրոնզ, սակայն պոկումում 0 ստանալու հետևանքով մնաց առանց երկամարտի արդյունքի։ 2025 թվականի երիտասարդական Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը, իսկ հոկտեմբերի 31-ի գիշերն արդեն մեր մարզիկների առաջին խումբը վերադարձավ Հայաստան։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։